ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին պետական բյուջեի կատարման հաշվետվության մասին խոսելիս ես ավելի ու ավելի մանրամասն այս թեմայով ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնելու առիթ կունենամ, բայց այնուամենայնիվ չեմ կարող չընդգծել, որ ի հեճուկս այս բոլոր մարտահրավերների 2018 թվականից մինչև 2026 թվականը մենք շուրջ 8 միլիարդ դոլար ստվերային կամ գողացված կամ թալանված կամ ապօրինի ձևով օտարված միջոցներ վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը եւ այդ process-ը այսօր էլ շարունակվում է։ Ըստ էության Հայաստանի Հանրապետությունում թալանված գույքի դրամական միջոցների վերադարձը դարձել է ամենօրյա լրահոսի անբաժանելի մաս։ Ամեն օրյա, ամեն շաբաթյա, ամեն ամսյա ռեժիմով մենք դա տեսնում ենք եւ իհարկե որևէ կասկած չկա, որ այդ տեմպերը գնալով մեծանալու են եւ գնալով արագանալու են։ Հարգելի գործընկերներ, ելի հաշվի առնելով, որ ըստ էության այս ձևաչափով պետական բյուջեի կատարման հաշվետվության ձևաչափով սա ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովի իմ վերջին ելույթն է, որովհետև բյուջեի ձևաչափով նման ելույթ այլևս չեմ ունենալու, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովին այս ընթացքում համատեղ աշխատանքի եւ համատեղ արձանագրած արդյունքների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։